Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի հետևողներ, կզրուցենք Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։ Պարոն Շարմազանով, երևի նկատած կլինեք համացանցում կոնկրետ շրջանակներ տարածում են հետևյալ հակադրությունը։ Ասում են, տեսնում եք, Լուկաշենկոն մեզ ահեր տալիս, թե ուր պիտի գնաք առանց մեզ, բայց մենք հիմա Եվրոպայի հետ ենք ձեռք-ձեռքի գրկախառնություններ եւ այլն սրտիկներ։ Լուկաշենկոյի հետ իրենք էին ողջագուրվում, պաչիկ անում, կառավարության դեմն էլ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ սիրով դիմավորում էր։ Լուկաշենկոյը իրանց մատի ու մատանու արանքը չեն մտնում, բայց իրանք Եվրոպա չեն գնում, իրանք գնում են դեպի Թուրքիա։ Անկարայա գնում եւ եվրոպացի որևէ պաշտոնյա, եվրոպական որևէ կառույց, նույնիսկ ակնարկ չի արել, որ սպասում են Հայաստան Եվրոպական միությունում։ Այսօր այդ եվրոպական պաշտոնյաների մեծամասնության համար Հայաստանը ընդամենը պետք է պլազդարմ հակառուսաստան լինելու համար, որպես գործիք։ Այդ որ եվրոպական կառույցն է ասել, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության ասոցացման։ Ասեմ ասոցացիան որպես տեխնացու անդամ։ Երբեք որևէ մեկը Մակրոնն է ասել, Մելանին է ասել, ով է ասել։ Մերսն է ասել, չկա տես բան։ Դա Փուչի կա, եվրոպական օրակարգ, եվրոպական միության անդամակցելու հարց չկա, ոչ Եվրոպայում կա, ոչ էլ Հայաստանում կա, բոլորն էլ գիտեն։ Այս որ ասում է գնում ենք արևմուտք, այդ արևմուտքը Թուրքիան է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա։ Սա ակնհայտ է։ Ես սա ընդամենը աշկակապություն է, կրկնակի ստանդարտներ է, եւ այս ակցիայի նպատակը մեկն է, որ ցույց տան, որ ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ եւ Ալիևին ասում thank you։ Ալիևը այսօրվա ելույթը լսել եք, Ալիևը կանոնում այդ ելույթում ամբողջ Արցախյան շարժումը իր ինքնորոշման իրավունքի համար պայքարը անվանում սեպարատիստական, պայքարի ղեկավարներին սեպարատիստներ, 150,000 արցախահայությանը սեպարատիստ, նրանց անվանում սեպարատիստ, որ նույն Եվրոպան համանախագահ երկրները այցելում են, քանի ֆրանսիացի համանախագահ այցելել Արցախ, այդ սեպարատիստների հետ են ֆրանսիացիք հանդիպում, հա, իհարկե ոչ։ Ասիկը Կոսովոն իրավունք ունի ինքնորոշման իրավունքից օգտվելու, Արցախի իրավունք չունի, Կոսովո միջազգային հանրության անդամ է, ժողովրդավարության հանրության անդամ է, իսկ Արցախը, որ դեռ 91 թվականին է հանրաքվեով իր անկախությունը հռչակել, սեպարատիստներ են, կամ կանգնում Ալիևը Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Բաքվի բանտերում գտնվող մեր պատաններին անվանում է ռազմական հանցագործներ, ռազմական հանցագործը ինքը, մեկ էլ իրան այդ կասետայինի, չգիտեմ, տարբեր զենքեր տվողները։ Եկել է այստեղ այդ կասետային զենքերը։ Գիտեմ, եկել է այստեղ եւ ես ցավում եմ, ոչ միայն կասետային զենքեր տվողներից մեկն է եկել, այլ նաեւ այն մարդը, որ 44 օր շարունակ ոսկ Ուկրաինայի ղեկավարի մասին է, քաջալերել է Ադրբեջանի բարբարոսությունները Արցախի ժողովրդի դեմ։ Միատեղ շնորհավորել է Կիևի փողոցներն ողողել է բանով, Ադրբեջանի շնորհավորող պաստառներով։ Այնինչ Ռուսաստանի զենքերին դեմ եղողները այդպես հուշկու ակցիաներ չեն անում այս օրերին։ Այդ հարցին դուք պատասխանեք, ինչու հուշկու ակցիա, ինչու 16 թվականին 400 հեկտարի համար հետույք ճղողները ներողություն ես բառի համար, այսօր որևէ բան չեն անում, որևէ բան չեն անում, ծպտուն չեն անում, որ ասում են հող հանձնողին կհանձնենք հողին, քանի բանտարկյալ ունենք, քանի գերի ունենք Բաքվի բանտերում, այսօր լսել եք մեկը խոսա դրանցից։ Մենակ Ալիևն է խոսել, խոսել է որպես ռազմական հանցագործ։ Կամ Հայաստանը ողողված է քաղաքական բանտարկյալներով։ Մակրոնը խոստացել է խոսի Ալիևի հետ։ Հանրությունից առաջ մի քանի հոգու բերեն, որ բանը լինի։ Իրանք պատճառ, ինչ։ Փաշինյանն ասում է ձեզ համար ինչ տարբերություն, երբ կբերեն, կարևորը բերեն։ Ասա Փաշինյան, բաց 21 թվին ասում էր 2-3 ամիս, արդեն 5 տարին անցել է։ Փաշինյանը առհասարակ իրավունք չունի խոսելու ռազմագերիներից, որովհետև իր անգործության արդյունքում են նրանք հայտնվել այնտեղ, իրենց անգործության արդյունքում։ Նույնիսկ այդ հարցից կարկուտել եք ավա, երկիկը ջղայնացավ։ Ինչ։ Հելետենց հարցեր չեն։ Չէ, ձեր հարցը չէ, հաջան։ Ընդհանուր առմամբ այս ռուսական հիմա Զելենսկու այդ որ քննադատություն կա, որ օգնեց, հակառակ թևից էլ ասում են դեռ Ռուսաստանն էլ Ադրբեջանի հետ լավ 44 օրյա պատերազմի ժամանակ հետո ռազմավարական գործընկերություն։ Այդ ցավը տանեմ։ Նենց ղեկավարեք, նենց դաշնակցային հարաբերություն ունենայք, որ ամեն ինչ նորմալ էր։ Մեր իշխանության ժամանակ Ռուսաստանը որպես համանախագահ երկիր Ռուսաստանի նախագահները, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգների նախագահների հետ, պարոն Օբամայի, պարոն Մակրոնի, պարոն Սարկոզի, պարոն Մեդվեդև, պարոն Պուտին 5 հայտարարություն են արել, որտեղ սարտար են ինքնորոշման իրավունքը։
Բա մեր ասածը դա է, մեր խնդրումը նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանն է։ Եվ մենք եկել ենք այստեղ ասելու, որ բոլոր նրանք, ովքեր որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, իբր թե ժողովրդավարական բաստիոնին, սատարում են ավտորիտարիզմին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության հետ այնքան կապ ունի, ինչքան Իլհամ Ալիևը մարդասիրության։ Սա է դրա բանը։ Եվ պետք չի գալ այստեղ աշկակապությունով զբաղվել։